Հարավցես, այսօր էլ ունենք Մուրինո կաթսաների այսենց խումբ, 5 հատ կաթսայից բաղկացած խումբ, առաջի 3-ը ձմեռն են աշխատում ջեռուցման համար, 4-րդն ու 5-րդը աշխատում են նաև ամառը տաք ջրի համար, այստեղ նայեք, տաք ջուրը բացած է, այս կաթսան աշխատում է, բայց այս մյուսը տալիս է խնդիր 2, այս կաթսան ռադիատոր ենք փոխել, նախորդ անգամ մի քանի ամիս առաջ ծակվել էր ռադիատորը, ջուր էր գալիս, դրա համար ստեղ սենց ջրի հետքեր կա ամբողջ կաթսայի մեջ։ Հիմա 2 խնդրի մասին այս կաթսայի, 2-ը այս կաթսայի մոտ կրակի խնդիր է, կրակ վառելու, կրակ ճանաչելու, գազի, քանի որ այն կողքի կաթսան աշխատում է, այս մեկը չի աշխատում, ուրեմն գազ կա, գազ հասնում է կաթսային, բոլորը մի կետից են սնվում։ Հիմա բացենք ու հասկանանք ինչն է իր 2-ի պատճառը։ Հիմա քանդենք այրման խցիկը, որ հասնենք այրման խցիկին, նոր ռեսետ կանենք, հասկանանք։ Հասանք այրման խցիկին, սա կայծն է, կայծատալիս, սա կրակն է ճանաչում։ Ինքն կեղտոտ չի, որ չճանաչի կրակը, հիմա ռեսետ անենք, հասկանանք։ Ջուրը փակել եմ, ես հեսա մոտիկանամ նա ջուր բացեմ, դամ շարունակենք։ Հիմա խնդրեցինք տաք ջուր բացեմ, հիմա հասկանանք երբ է բացվում ու հետևենք կաթսային տենանք ինչա լինում։ Տաք ջուրը բացեցին, բայց ոնց որ փակեցին նորից։ Նշանակոր ավստեղ։ Ջրի նշանը կորագերերի փակեցին նորից, կաթսայի վրա ջեռուցում միացնեմ, ավելի լավ է ջեռուցում միացնեմ, որ ես կողքը լինեմ, հասկանամ ինչ է կատարում։ Ջուրը բացեցին, այնպես կաթսայի վրա ջուրը փակեցին, ստեղ մեկ կայծը կա, բռնկում չկա։ Հասկանալ, գազը բաց է։ Կայծ կա, բայց բռնկում չի լինի։ Գազի ռեդուկտորից գազ, ոտքը ջարդված է, ռեդուկտորի կոճի ոտը ջարդած է, պոկվել է։ Լավ, հիմա քանդենք ռեդուկտորը, հասկանանք, եթե հնարավոր է այս կոճը վերանորոգել, պայատով վերանորոգենք, եթե չէ, արդեն կոճը կփոխենք։ Այս էլ մեր Մուրինոյի 2 խնդիրը պարզվեց ինչն է, իմացածն արդեն կանջատենք նոր մի հատ էլ ռեստարտ ենք տալիս, վենտիլյատորն աշխատեց, դաշտն աշխատում է, որովհետև կայծ է տալիս, կայծը երևում է այսպես, կայծ կա, բայց բռնկում չկա, որովհետև գազի կլապանը չի բացում, հիմա քանդենք կլապանը հանենք, ռեդուկտորը հանենք գազի, նոր մնացածը արդեն կփորձենք
տեղում վերանորոգենք, եթե չլինի նոր ռեդուկտոր փոխելու մասին կմտածենք։ Շնորհակալություն, բաժանորդագրվեք ներեջին, հարցերի դեպքում գրեք կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով։